Հավատում եք, որ Փաշինյանը բոլոր գույքերը վերադարձնելու է, ապօրինի գույքերը։ Ես այս աշխարհում էլ ոչ մեկի ոչինչ երբեք չեմ հավատում, ոչ մեկի։ Ներողություն չեմ ուզում պատասխանել։ Չէ, չեմ հավատում։ Ես տենց բաների չեմ հասկանում, գաղափար չունեմ։ Աստված գիտի չէ։ Չեմ հավատում։ Որովհետև սա Հայաստանում ստի մեջ խրված է։ Դրա համար չեմ հավատում։ Ոչ Փաշինյանին, ոչ է վստահում եմ, որ այս երկրում ինչ որ լավ բան փոխվի ժողովրդի համար, հանրության համար։ Հանրությունը շատ նեղ վիճակի մեջ է, սահմանները քարկոծած, ոնց ասած։ Շատ հանգիստ կարա թուրքը մտնի եւ ոչնչացնի սա ամբողջ Հայաստան։ Ոնց վստահել։ Ում վստահել։ Ոչ։ Ես իա քաղաքականությանը вообще չեմ հավատում։ Չէ։ Ինչ գույք։ Ապօրինի գույքերը որ ձեռք են բերել։ Բանկի փողերը դու վերադարձնել։ Բանկի փողերը։ Աշխատել եմ լրի փողերը գտել եմ բանկը կորելա։ Ես էլ ասենց իվալիդ չկա որ այդան բուժվել։ Ինձ խփերը հասկանում եք։ Ես միտալիա փող չունեմ որ այդան բուժվել։ Այ իմ փողերը լրի աշխատանքը լրի բանկը։ Այդ կա բան։ Սիրուն չէ էլի, ինքը ապրում է, բայց մենք չենք գարում, մեր փողով ապրենք։ Չգիտեմ, քնչա։ Այդ հրաշագործ կլինի, եթե անի։ Մինչև որը սրա խոստումներից երևի մի 5% կատարվում է։ Չգիտեմ, ես եմ ռոմանտիկ թե վարչապետ։ Հուսանք աղջիկս, տառապած ազգ ենք։ Մեզ պետք է մի նոր Աշոտ Երկաթ կամ Տիգրան Մեծ հրաշք կատարվի, բայց հրաշքը մեր մեջ է ժողովրդի։ Ժողովուրդը լրիվ ոնց որ կերպարանա փոխվել է, օրինակ Երևանը քայլում է, զարմանում, մարդկանց աչքերի մեջ միայն կամարանք, բայց մեր ժամանակ ժպտերս երիտասարդության նայում է իր ծաղկ, դա լավ կյանքի չի գալիս։ Վարչապետը ես չգիտեմ, ընդհանրապես իր խոսքերը ասելուց, ժողովրդին դիմելուց, ես կխնդրեի իրան, որ մենք կենտրոնամետ ազգ դառնանք, որպեսզի պետք է հենց վերևից խոսքերը օդում չկրակի, խոսքերը պետք է կատարվեն, կյանքի կոչվի։ Կոմունիստներն են մեզ խաբում, բայց տոկոսայնություն կար, որ ժողովուրդը շուտ չէր կաշվում։ Հիմա սարսափելի բաներ են լինում, աղջիկս չգիտեմ ինչա, վերջի չի երևում։ Հայը պետք է անկուսակցական լինի։ Մենք ունենք կուսակցական գերբ, հայ։ Պետք է ուղղակի ինքնասիրությունը բարձրացվի ժողովրդի, դա էլ կեսությունից է գալիս։ Եթե երեխան սոված է մնում, անպայման նա կամ գողություն է անում, կամ չար է դառնում։ Էդ է կյանք աղջիկս։ Ուրիշ կամենայի մեր ազգին վերածնունդ, իրոք վերածնունդ, բայց քաղաքականությունը այնպիսի այլանդակ բան է, չես կարողանում թացը չորից ջոկել, ասում են, բայց ասել ու անել կա։ Սևակը ասում էր, անոնը թե կա, ամանում չկա։ Բոլորը համայնքի ծովից են խոսում, բայց դեպի իրանց արվակն են ասում։ Ամոթ ավերջապես։ Մեր ազգին պետք է ստապվել հանուն ձեզ աղջիկս, հանուն նոր ծերնդի։ Մենք այսօր կանք վաղը չենք լինել։ Ես մասնագիտությամբ ընդհանրապես գրել եմ, երազել եմ, ճանաչել եմ մեր մեծերին, արվեստն էլ է սպանվել։ Հիմա չկա, հոգի չկա, մարդիկ չեն հավատում, չեն ընթերցում։ Իսկ Եվրոպայում հակառակը մարդիկ դե գնում են գրադարաններ, գիրք են վերցնում կարդում։ Այդ աղջիկս իմ ասած է։ Աստված նայում է, ես եկեղեցու այդ հաշիվները, այդքան բաները, դրանք մի քիչ մանր բաներ են կարծիքով։ Դա պետք չի սուրբ ձևանալ ամեն ինչ ջնջել։ Հնարավոր է մեր կաթողիկոսը ինչ-որ սխալներ ունեցել։ Ոչ թե հնարավոր, ես գիտեմ, նա էլ է մահկանաց, բայց կարելի էր լեզու գտնել, ոչ թե, չգիտեմ։ Հիմա ժողովուրդը հավատի կողմից էլ է երկտակվել, դա սարսափելի երևույթ է։ Պապ թագավորի մեջ
կաթողիկոսն ու թագավորը նույն պատմությունը կրկնվում է։ Հուսանք, եթե Սաղմոսը կարդում մեր վարչապետը հավատանք։ Ինչ ասեմ։ Հանելու կային է մեր ազգը։ Աստված երեխ։ Բոլորը ինչքան է։ Ենթադրենք մեկը այսքան ապօրինի գույք ունի, մեկն էլ այսքան։ Բոլորը ինչի հետ եք, 100%-անոց։ Ձեր կյանքում 100%-անոց բան լինում է, մաքսիմում հնարավորինս վերադարձնելու է հավատումը։ Մաքսիմում հնարավոր է։ Ոչ իհարկե։ Չէ։ Անկեղծ ասեմ, առանձնապես չեմ հետևում, դրա համար նույնիսկ դատողություն չեմ կարող անեմ։ Հասկացաք։